Որ բարևեք հետո էլ չենք կարողանալու հարցնել։ Բարև ձեզ։ Մենակ պրոստա հայել, առաջ ենք գնում։ Պարոն Կարապետյան, նայեք, քննչական կոմիտեն այսօր արդեն հայտնեց հարուցված քրեական գործի մասին, դուք շարունակեցիք պնդել, որ տեղեկությունը կեղծ է։ Հիմա հասանելի է Ռուսաստանի իրավաբանական այդ ռեգիստրի կայքը, որտեղ նշված է ձեր անուն, ազգանուն, հայրանունով անձի անվան դիմաց Ռուսաստանի քաղաքացի։ Այստեղ տեղ գտած տվյալները ձեզ հետ կապ չունեն, պարոն։ Չէ, տենց խնդիր չկա։ Մենք փաստաբանները դիմել են արդեն, իրավաբանները դիմել են, որ պատասխան տրվի այնտեղից, տենց խնդիր չկա, մի անհանգստացեք, այդպիսի խնդիր չկա։ Այսինքն այն անուն, ազգանուն, հայրանունով անձը, որ այդտեղ ընկերության բաժնետերը դուք չեք։ Չգիտեմ ինչի մասին է կոնկրետ խոսքը, բայց կարող եք վստահ լինել, որ ընկերության բաժնետեր կարող եմ ես լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն։ Քննչական կոմիտեն ասում է, որ անհերքելի ապացույցներ կան, որ դիտավորությամբ, քննչական կոմիտեն ասում է, որ դիտավորությամբ թաքցրել եք այլ քաղաքացիություն ունելու կամ ունեցած լինելու մասին տեղեկություն։ Հայտարարողի հետ գրազ եմ գալիս, ինչի վրա է գրազ գալիս, որ ես չեմ ունեցել երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն։ Խնդրում եմ, ով որ այդպեսի բան ասում է, եթե պարզվի հակառակը, պատրաստ է հրաժարական տալ։ Պարոն Կարապետյան, դուք դիմել, ասացիք ձեր իրավաբանները դիմել են, ում են դիմել եւ ինչի համար։ Ամենայն հավանականությամբ երևի այդ երկրի դեսպանատու, որպեսզի Պարոն Կարապետյան, ներկայացել եք քանի հոգու հանդեպ, եթե հա։ Եվ հայցեր արդեն ներկայացրել եք եւ քանի մինչև 3 հոգ հրապարակենք, կարծում եմ 7-8 հոգի կունենան հայցեր, իհարկե մեր այն քաղաքացիները, որոնք պաշտոնյա չեն, չենք ուզում իրենց դեմ ներկայացնենք, որովհետև մարդկանց ֆինանսական խնդիր չպատճառենք, ամեն դեպքում իրենք մոլորության մեջ են, բայց ԿՊԱ-ական պաշտոնյաները մի քիչ ծախսվել են։ Դատական process-ը որպեսի ցուցակից էս հանել, այսպես ասած, որովհետև ըստ օրենքի այդ քաղաքացին չի կարող չէ պատգամավորություն տատու լինել։ Կարծում եմ այդպիսի խնդիր չկա, որովհետև այդպիսի հարց չկա։ Վստահ եղեք, խնդիր չի դա, բայց վարույթը երևի ինչ որ ուշադրություն շեղելու համար է իրենց վերջի օրերի պայլաձևի արդյունքը։ Ձեզ կանչել են հարցաքննության, ներգրավել են որևէ ձևով։ Իրավաբանները, այսինքն պարոն Կարապետյան, ստացվում է, որ փաստաթուղթ են կեղծել, որտեղ ըստ քննչական կոմիտեի ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունը փաստաթուղթ ունի իր ձեռքի տակ, որը ներկայացրել են իրավապահ մարմին եւ ձեր հանդեպ քրեական Ընդհանրապես չեմ պատկերացնում ինչ հարց է, կարող ենք դիմել այդ երկրն է յուրաքանչյուր երկրի։ Այս մասը պատրաստում եք դատել, որովհետև ըստ էության ձեր պարտության հայց կա այստեղ ձեր։ Կարծում եմ քաղաքացիություն ունենալը զրպարտություն չէ, բայց եթե քննչական կոմիտեն մինչև երեկո չհերքեց, մենք արդեն մինչև երեկո կամ 24 ժամվա ընթացքում չհերքեց իր պնդումը ունենալու է դատական հայց է գնալու իրենց դեմ, քանի որ սխալ տեղեկություն է հաղորդել, հմեկով էլ դրել գրել էին։ Պարոն Կարապետյան, այսինքն դուք դիմել եք Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն Հայաստանի, հավանականությամբ երևի դեսպանատն է։ որ ինչ ինֆորմացիա ասեք, որ դուք այդ երկրի քաղաքացի։ Այո։ Եվ ինչքան ժամանակում Կարծում եմ 1 օրում պետք է որ 1-2 օրում պետք է որ լինի։ Պարոն Կարապետյան, այդ ընկերությունը պատկանում է ձեր ընտանիքին, թե ոչ, որտեղ ձեր անունը։ Ես մի քանի երկրներում ունեմ սեփականություն, ընկերություններ, կան ընկերություններ, որի սեփականատերն եմ, բայց քաղաքացիության խնդիր երբեք չեմ էլ ուզել ուրիշ երկրի քաղաքացիություն ունենալ, որովհետև միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանի Հանրապետությունում, չնայած այլ տեղեր գործունեություն ծավալել ենք, բայց Հայաստանում եմ տեսել ու հատուկ որևէ երկրի քաղաքացիություն չեմ ուզել վերցնել։ Պարոն Կարապետյան, եւ կնեք, քննչական կոմիտեն, որ ասում է անհերքելի ապացույցներ կան, չէ՞ կարծում, որ այնուհանդերձ իրենք իրանց ձեռքի տակ ինչ-որ փաստեր ունեն։ Իրակոսյան, դուք կարող եք իմ խոսքերի վրա միշտ վստահ լինել, եթե ինչ որտեղ անգամ անճշտություն լինի, ես ձեզ առաջինը կասեմ, իսկ այն մարդը, ով այդպիսի բան է ասել, խնդրում եմ, ես իր հետ կարող եմ գրազ գալ, եթե պարզվի հակառակը իր անհերքելի ասողը,
թող հրաժարական տա։ Պարոն Կարապետյան, Մոսկրոմ էքսպլուատացիա, այս ընկերությունը ձեր կապիտալի հետ կապ ունի։ Ծանոթ ընկերություն է, բայց ամենայն հավանականությամբ Այսա Մոսկրոմ հա Սա ձեր բաներ, ձեր այս ընկերության բաժնետեր է որպես նշված դեր անում։ Տաշիրի ընկերություններում է ներկայացված Սամվել անունով մի մարդ է։ Այդ դեպքում այս ընկերության բաժնետեր է որպես նշվում Նարեկ, այսինքն դա ոնց այդտեղ ոնց կբացատրեք, պարոն Կարապետյան։ Կարծում եմ ինչ որ կամ անճշտություն, չգիտեմ, բայց այդպեսի խնդիր չկա։ Այսինքն սխալմամբ է ձեր անունը հայտնվել որպես այս ընկերության բաժնետեր։ Բաժնետերը որպես չէ, բայց քաղաքացիության այդ մասը սխալմամբ է ամենայն։ Կարապետյան, դուք այսինքն պնդում եք, որ եղել եք Եթե այնտեղ բան է, մի քանի ընկերություններ են բաժնետեր։ Եղել եք պնդում եք, որ միշտ եղել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եղել, երբևէ որևէ այլ երկրի։ Այո։ Ով հակառակն բարև ձեզ, ով հակառակը կուզի ասել, կարող եք այս անգամ էլ գրած գալ իրենց։ Պարոն Կարապետյան, իսկ ընտրական հանձնաժողովի ձեզ հետ կապվել են, հարցեր տվել են որևէ։ Ոչ։ Մի բան էլ ասեմ, նաև կարող ենք այն մարդկանց հետ, ովքեր դա ասում են, ես ռեալ կարող եմ գրած գալ, ուղղակի այդ գրազի միջոցները ուղղվի, եթե Սևանի հոգեբուժարանը ցանկություն ունենա, Սևանի հոգեբուժարան, եթե չէ, մենք պատրաստ ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց, բարդություններ ունեցող, գարնանային սրացումներ ունեցող մարդկանց ապահովել անվճար դեղորայքով, որպեսզի նրանք վտանգ չներկայացնեն այն մարդիկ, ովքեր ապացուցված արդեն վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար, վտանգ չներկայացնեն։ Պատրաստ ենք անել եւ կարծում եմ, որ լավ է, որ այդ մարդիկ այդպիսի բաներ են ասում, մենք պատրաստ ենք դրանով կաջակցենք նաեւ մեր հասարակության։ Ավանեսյանը նաեւ անդրադարձել է դրան, ասում են քաղաքական շարունակումների առիթի ստեղծեք Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Տիկին Ավանեսյանին ես միշտ դրական եմ վերաբերվել, ճիշտ է որ ասեմ, բայց այս վերջերս նա վերածվել է ԿՊԱ-ական քարոզիչների ամենա տխուր կրկնօրինակի, ցավոք, բայց իր կերպարը մենք համարել ենք որպես պրոֆեսիոնալ երկրում պրոֆեսիոնալ փոփոխություն անողի կերպար, ցավում եմ դրա համար։ Մայրենի դասընթացներ կազմակերպելու ծրագրեր ունեք, թե ոչ։ Տեսեք, մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է, պարոն Կիրակոսյան։ Մենք օրինակ ես բարեգործականը հայոց լեզվի հայերեն իմացության դասընթացներ մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է։ Ունեցել է իր ժամանակաշրջան, իր տարբեր զարգացման ժամանակաշրջաններ։ Օրինակ, մենք խոսում ենք մի բարբառով, բարբառային շատ, որը հայ ժողովուրդը խոսացել է 1500 տարի։ Ես կարողանում եմ խոսել այնպիսի բարբառով, որը մեր մատյանների մեջ միջնադարի իմ բարբառով է գրված։ Եթե ցանկություն լինի իրար հետ գնանք մատենադարան, այնտեղ շատ մատյաններ կան, որ ես իմ բարբառով, մուժ քաղաքի բարբառով ես կհասկանամ, դուք չեք հասկանա։ Դեռ հարցը, որ հայերենն է ավելի հին, մենք տարբեր հայկական խոսույթներ ենք տիրապետում եւ ես գնահատում եմ բարբառների իմացությունը որպես արմատներին ծանոթ լինելու կարևոր հատկություն։ Օրինակ ձերը ամենայն հավաքածում խարսի բարբառն է, որը նույնպես հին բարբառ է, բայց ամենայն հավանականությամբ դուք չեք ամաչում ձեր բարբառից, թե ամաչում եք։ Մի ճշտում էլի, պարոն Կարապետյան, ընկերությունը, որի մասին ես հարցրեցի, այդ ընկերությունը, այսինքն Տաշիր կապիտալի մեջ է մտնում, ճիշտ հասկացա։ Ընկերություններ կան, որտեղ մենք սեփականություն ունենք, ես սեփականություն։ Ամենայն հավանականությամբ այդտեղ սեփականության բանով պետք է իրավաբանների հետ նայենք սեփականության։ Բան կա ուղղակի այդ մի հոդվածի մի կետի մեջ երևի ինչ որ սխալ են գրել։ Սխալմամբ նշել են ձեզ որպես Ռուսաստանի քաղաք։ Հա, երևի ավտոմատ ինչ որ Հիմա դուք դա ճշտող թղթերի եք սպասում Ռուսաստանի։ Դիմել ենք, արխային եղեք, այդպեսի խնդիր չկա։